Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցում կրկին հրդեհ է բռնկվել։ Եկեղեցում հարող տարածքում բնակվող քաղաքացիները հայտնել են, որ իրենց հայտնի չէ հրդեհի պատճառը։ Փոխարենը նրանք նշում են, որ բոլորի կողմից լքված Սուրբ Նշան եկեղեցում հաճախ կարելի է տեսնել անօթևանների, հարբեցողների եւ թմրամորների բազմություն։ Հրդեհի հնարավոր պատճառների մասին հարցը շրջանցում է նաեւ Վրաստանի իշխանությունները։ Թբիլիսիի հրշեջ ծառայությունը եկեղեցում բռնկված հրդեհը փրփուրի փոխարեն մարել է սովորական ջրով, ինչը իր հերթին նոր վնասվածքներ է պատճառել եկեղեցու պատերին։ Արդյունքում փլվել է տաճարի հարավ-արևելյան սյունը։ Նշենք, որ Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է եղել նաև 2002 թվականին, իսկ մինչ այդ երկրաշարժի պատճառով խիստ տուժել էր տաճարի գավիթը։ Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները շենքը վերականգնելու համար ոչինչ չեն նախաձեռնել։ Ներկայումս եկեղեցին շարունակում է կանգուն մնալ բացառապես պատերի ամրության եւ մնացած 3 սյուների հաշվին։ Լեռնային Ղարաբաղի Եղնիկներ զորամասի ճաշարանի ղեկավար ենթասպա Արմեն Թովմասյանին առաջադրված մեղադրանքի պաշտոնի չարաշահում ծավալը դատաբժշկական եզրակացությունից հետո փոփոխվելու է։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժինը։ Դատաբժշկական եզրակացությունը կներկայացվի մոտ օրերս։ Միջադեպը գրանցվել էր դեկտեմբերի 14-ին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը շղթայով հարվածել էր 18-ամյա ժամկետային զինծառայող Շարքային Նարեկ Ավետիսյանին, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր։ Վիրահատության ընթացքում երիտասարդի աչքը հեռացվել էր։ Ավետիսյանին շղթայով հարվածելու պատճառը եղել է այն, որ Թովմասյանը պահանջել է զինծառայողից վերակարգի է անցնել ճաշարանում, իսկ վերջինս հրաժարվել է, պատճառաբանելով, որ նոր է եկել դիրքերից։ Արմեն Թովմասյանին ներկայացվել էր լիազորությունները գերազանցելու մեղադրանք, որով աննշան պատիժ է հասնում։ Նախորդին Կապանի Լեռնագործ հյուրանոցում ինքնասպանության փորձ են արել երիտասարդ մի տղա եւ մի աղջիկ։ Հունվարի 9-ին ժամը 22:35-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, թե 23-ամյա Դ.Ան եւ Մ.V.-ն ինքնասպանություն գործելու նպատակով սուր կտրող գործիքով վնասվածքներ են հասցրել իրենց եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը News KTM-ին հայտնել է, որ վիրավորներին բժշկական կենտրոն են ընդունել ծայրահեղ ծանր վիճակում, արյան մեծ կորուստով, կտրված վերքերով։ Տղայի մոտ 1 կտրած վերք է եղել ձախ արմնկափոսում, իսկ աղջկա մոտ աջ արմնկափոսում եւ պարանոցի շրջանում։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը եւ այժմ երկուսի վիճակն էլ կայուն է։ Ըստ լրատվամիջոցների ինքնասպանության փորձ կատարողները ընկերություն են արել իրար հետ եւ այդ քայլին գնացել են ֆինանսական ծանր դրության պատճառով։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։ Իրանում ֆիզիկոս է սպանվել, դիտենք տեսանյութը։ Թեհրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է ֆիզիկոս ատոմագետ Մոստաֆա Ահմադի Ռոշանը։ Տեղական իշխանությունների պնդմամբ ահաբեկչություն իրականացրել են իսրայելական հատուկ ծառայությունները։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ականատեսները հայտնել են, որ ահաբեկիչը մոտոցիկլետով հասել է ֆիզիկոսի մեքենային եւ մագնիսով ամրացվող առարկա է փակցրել դռանը եւ հեռացել։ Հաշված վայրկյաններ անց Ռոշանի Peugeot 405 մագնիշի մեքենան օդ է բարձրացել։ Պայթյունի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել 2 պատահական անցորդներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի Պոլիտեխնիկ համալսարանի մոտ։ 32-ամյա Մոստաֆա Ահմադի Ռոշանը դասավանդում էր համալսարանում։ Նաև Նաթանզեի ուրանի հարստացման կենտրոնի կոմերցիոն հարցերով փոխտնօրենն էր։ Նա մասնագիտությամբ քիմիկոս էր, սակայն վերջին շրջանում զբաղվում էր ատոմային ֆիզիկայով եւ լուրջ դերակատարում ուներ Իրանի ատոմային ծրագրում։ Թեհրանի փոխքաղաքապետ Սաֆար Ալի Բարաթոլոն հայտարարել է, թե սպանության ձևը նման է մյուս գիտնականների դեմ կատարված մահափորձերին եւ կարելի է պնդել, թե դրա ետևում կանգնած է Իսրայելը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ իրանցի ատոմագետ գիտնականի զոհվելը չի անդրադառնա Իրանի միջուկային ծրագրի վրա։ Մենք անկասկած առաջ ենք շարժվելու միջուկային զարգացման ճանապարհով։ Այդ ճանապարհն անշրջելի է, նշել է կազմակերպության ներկայացուցիչը։
Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Ուղևորներից մեկը փրկվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել Օնտարիո նահանգում North Spirit լճից ոչ հեռու։ Ինքնաթիռը չարտերային թռիչք էր իրականացնում։ Առայժմ չի նշվում, թե որ ավիաընկերության է այն պատկանում։ Ականատեսները հաղորդում են, որ ինքնաթիռը ընկել է լճի մոտ, օդաչուին հաջողվել է այն հեռու պահել բնակելի տներից։ Միջադեպի պահին ինքնաթիռում 5 ուղևոր է եղել։ Ողջ մնացած ուղևորը տեղափոխվել է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Կանադայի տրանսպորտի անվտանգության ծառայությունը հետաքննություն է իրականացնում։ Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը։ Նախնական տվյալներով նվազագույնը 13 մարդ է զոհվել, 10 լուրջ վնասվածքներ են ստացել։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ութարաքանդ նահանգում այսօր վաղ առավոտյան։ 23 ուղևորներով ավտոբուսը Ութարահան Դեհրադուն քաղաքի վարչական կենտրոնից ուղևորվել է Բադկոտ քաղաք։ Վարորդը չի կարողացել պահպանել մեքենայի կառավարումը եւ ավտոբուսը 150 մետր բարձրությունից գահավիժել է անդունդը։ Նախնական տվյալների համաձայն ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը թանձր մառախուղն է եղել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պատահարի հետևանքները պարզելու համար։ Սիրիայում ֆրանսիացի լրագրող է սպանվել։ Դիտենք մանրամասները։ Փարիզը պահանջել է սիրիական իշխանություններից բացահայտել ֆրանսիացի լրագրողի մահվան հանգամանքները։ Հաղորդվում է, որ Ֆրանս 2 հեռուստաալիքի թղթակից Ժիլ Ժակեն սպանվել է Հոմս քաղաքում կառավարամետ հանրահավաքի վրա անհայտ անձանց հարձակման արդյունքում։ Նախնական տվյալներով նկարահանման խմբի մոտ ականանետային արգ է պայթել։ Ավելի վաղ արբանյակային ալիքներից մեկը հայտնել էր, թե հարձակման արդյունքում 8 մարդ է մահացել։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այդ ընթացքում խոստացել է հաղթել օտարերկրյա դավադիրներին, նա ելույթ է ունեցել Դամասկոսում բազմահազարանոց ցույցի մասնակիցների առջև։ Սիրիան անհաղթելի է շնորհիվ իր ժողովրդի, ասել է Ասադը։ Նա կոչ է արել սիրիացիներին համախմբվել կարևորագույն այս պահին։ Նա ահաբեկիչների դեմ պայքարը համարել է իր առաջնահերթ խնդիրներից մեկը։ Սիրիայում արդեն գրեթե 10 ամիս չեն դադարում հակակառավարական հանրահավաքները։ Այս սիրողական տեսագրության մեջ Հոմսի թղամասերից մեկի ոչնչացումն է։ Տեղացիներն ասում են, թե հիասթափված են արաբական երկրների լիգայի դիտորդների աշխատանքից։ Նրանք այցելում են միայն անվտանգ տեղեր։ Նրանք չկան այնտեղ, որտեղ բանակը կրակ է բացում։ Նրանք չեն ասում, որ բանակը կրակում է մարդկանց վրա։ Դիտորդական առաքելության ալժիրցի անդամը լքել է Սիրիան Ասադի կառավարությանը մեղադրելով ռազմական հանցագործություններ կատարելու եւ դիտորդական առաքելությունը Ֆարսի վերածելու մեջ։ Անվար Մալեքիի խոսքով դիպուկահարները շարունակում են գնդակահարել խաղաղ բնակիչներին, առևանգում են մարդկանց։ Միացյալ Նահանգներում նկատվել է տնտեսական չափավոր աճ։ Այս մասին ներկայացվել է ԱՄՆ-ի Դաշնային պահոստային ֆոնդի հրապարակած զեկույցում։ Նախորդ ժամանակահատվածում տնտեսական աճը թույլ էր։ Տնտեսական աճի շարժիչներից են եղել զբոսաշրջության ոլորտը եւ ոչ ֆինանսական ծառայությունները, մասնավորապես տրանսպորտի ոլորտը, առավել ցածր ցուցանիշ է դրսևորել անշարժ գույքի ոլորտը։ Այս տվյալները հրապարակվել են Դաշնային պահոստային ֆոնդի նիստի նախաշեմին։ Apple ընկերության գործող ղեկավար Թիմ Քուքը ճանաչվել է 2011 թվականի ամենաբարձր վարձատրվող ղեկավարը ԱՄՆ-ում։ Associated Press-ը ուսումնասիրել է Քուքի արժեթղթերի շուկայական արժեքը եւ եկել նման հետեւության։ Ստիվ Ջոբսի իրավահաջորդի պարգևատրման փաթեթը 2011-ին գնահատվում էր $378 միլիոն։ Այդ գումարի առյուծի բաժինը Apple-ի բաժնետոմսերն են, որոնք տրամադրվել են Քուքի օգոստոսին։ Այդ պահին այդ բաժնետոմսերի արժեքը կազմում էր $376 միլիոն։ Դրանց կեսը գործարարին կտրամադրվի 2016-ի օգոստոսին, մնացած մասը 2021-ի օգոստոսին։ Դրանից բացի 2011-ին Քուքը ստացել է $900,000 աշխատավարձ եւ նույնքան էլ պարգևավճար։ Նշենք, որ Ստիվ Ջոբսը, ով մահացել էր 2011-ի հոկտեմբերին, սկզբունքորեն երկար տարիներ տարեկան ստացել է $1 աշխատավարձ։ Միաժամանակ Ջոբսը ուներ շուրջ 5.5 միլիոն բաժնետոմսեր, որոնց արժեքը այսօր ֆոնդային բորսայում հասնում է $2.3 միլիարդ։ Իսկ այժմ ձեզ ներկայացնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները։ Daily Mail-ը հայտնում է, որ 3 Նյու Յորքի կոշիկի խանութներից մեկում հսկա առնետ է հայտնաբերվել։ Խանութի վաճառողը իրեն չկորցնելով հասցրել է բջջային հեռախոսով նկարել կենդանուն։
Վերջինս արագությամբ ներխուժել է պահեստ։ Ի վերջո դեպքի վայր ժամանած կոմունալ ծառայության աշխատակիցներին հաջողվել է սպանել առնետին։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ առնետի երկարությունը 90 սանտիմետր է։ Գիտնականների հավաստմամբ նմանատիպ առնետ հայտնաբերվել է նաև նախորդ տարի Բրուքլին թաղամասում։ Ըստ Նյու Յորքի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Ռոբերտ Վոսի հայտնաբերված կենդանին հազվադեպ հանդիպող գամբիական պարկավոր առնետ է։ Le Monde-ի փոխանցմամբ տապակած միսը կարող է դառնալ երիկամների քաղցկեղի պատճառ։ Ամերիկայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մսակեր մարդիկ 19%-ով ավելի հաճախ են երիկամների քաղցկեղի զոհ դարձել։ Հետևաբար, տապակած մսի մեջ առկա միացությունների բարձր խտությունը կապում են հենց երիկամների քաղցկեղի զարգացման հետ։ Ինստիտուտի աշխատակից Քերի Դենիելը հետազոտության ժամանակ օգտվել է 50 տարեկան եւ ավելի 5000 մարդու տվյալներից։ Հետազոտություններից պարզ է դարձել, որ միս շատ օգտագործող, ինչպես նաև տապակած միս հաճախ օգտագործող մարդիկ ենթակա են երիկամների քաղցկեղի զարգացման ռիսկին։ The New York Post թերթը գրում է, թե Ալաբամա եւ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները հավաստացնում են, որ եթե մարդը երբեմն մարիխուանա է ծխում, դա բացասաբար չի անդրադառնում նրա թոքերի աշխատանքի վրա։ Բժիշկները այսպիսի եզրակացության են եկել գնահատելով մարիխուանան եւ ծխախոտ օգտագործող 5000 մարդու առողջական վիճակը։ Նրանք չափել են հետազոտության մասնակիցների թոքերի ծավալը եւ թե որքան օդ է լցնում նրանց թոքերը։ Դրան հաջորդած 20 տարիների ընթացքում հետազոտությունը մի քանի անգամ կրկնվել է։ Պարզվել է, որ սովորական ծխողների վիճակը վատացել է, իսկ մարիխուանա ծխողներինը ոչ։ Բացառություն են կազմել միայն մեծ չափերով թմրանյութ օգտագործողները։ Հետազոտության արդյունքներից հետո բժիշկ Ստեֆեն Քերթեզը հայտարարել է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումը ընդհանուր առմամբ անվնաս է։ Հարկ է նշել, որ հետազոտության մասնակիցների մոտ մարիխուանա օգտագործելու հաճախականությունը եղել է ամսական ամենաշատը 2-ից 3 անգամ։ Այսօր այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք վաղը մեր սովորական ժամին։